Եվրոպական առաջնորդները կսպասեն Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների արդյունքներին նախքան Միացյալ Նահանգների վրա ճնշում գործադրեն Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը։ Գործակալության զրուցակիցների տվյալներով ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների բանակցությունների արդյունքում երկուշաբթի պարզ է դարձել, որ Վաշինգտոնը մտադիր է սպասել Ստամբուլում Մոսկվայի եւ Կիևի միջև հնարավոր հանդիպման արդյունքին, նախքան սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում կայացնելը։ Եթե նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվի Զելենսկու հետ հանդիպումից, եվրոպական առաջնորդները կոչ կանեն Միացյալ Նահանգների առաջնորդ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել։ Միևնույն ժամանակ աղբյուրները նշել են, որ Միացյալ Նահանգները հստակ պատասխան չի տվել, թե արդյոք պատրաստ է նոր սահմանափակումներ մտցնել։ Հավանականություն կա, որ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Ստամբուլում կարող են անարդյունք ավարտվել, բայց նույնիսկ եթե դրանք հաջող ընթանան, առանց Միացյալ Նահանգների լուրջ արդյունքների հասնել չի ստացվի։ Այդպես է կարծում Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովը։ Աշխարհաքաղաքական այս մեծ խաղի շատ խաղացողների համար հարմար է ձևացնել, թե Կիևն ունի իր սուբյեկտիվությունը։ Այս առումով ես ոչ մի կասկած չունեմ, որ մենք ստիպված ենք լինելու ամենալուրջ խաղացողների հետ քննարկել սկզբունքային բաները։ Դրանց թվում անկասկած կա Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա մերձավոր շրջանակը, ասել է Կլիմովը։ Նա հավելել է, որ հենց այդ պատճառով Թրամփը չի թաքցնում Ստամբուլ բանակցությունների գալու իր մտադրությունը։ Պաշտոնյան նաև նշել է, որ հավանականություն կա, որ բանակցությունները կարող են ոչինչով ավարտվել, քանի որ շատերը կցանկանային խափանել այդ բանակցային ուղին, այդ թվում Լոնդոնը եւ Բրյուսելը։ Կիևի ռեժիմը չի ցանկանում ընդունել իր պարտությունը եւ հավատում է եվրոպացի առաջնորդների խոսքերին, որոնք պնդում են, որ կարող են աջակցել Ուկրաինային։ Այս մասին հայտնել է ֆրանսիական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից եւ հետախուզության ոլորտում հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էրիկ Դենեսենը։ Ուկրաինայի կառավարությունը խաբում է իրեն մասնավորապես որոշ եվրոպացիների դիրքորոշման շնորհիվ, որոնք միջոցներ չունեն Կիևին արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար Միացյալ Նահանգների լիակատար հեռանալու դեպքում, ընդգծել է նա։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այս ֆոնին Կիևը հրաժարվում է ընդունել իր պարտությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զարմացել է Գերմանիայի իշխանությունների լռությունից, որոնք այս պահին որևէ կերպ չեն մեկնաբանել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ տեսանյութը, որոնք կասկածելի առարկաներ են թաքցրել լրագրողներին տեսնելիս։ Նրա խոսքով գերմանական կողմի մեկնաբանությունների բացակայությունն ինքնին խոսում է։ Այս իրավիճակում ամենաուշագրավը Բերլինի լռությունն է, որը որոշել է ռիսկի չդիմել եւ պարզապես նստել տանկի կամ բունկերի մեջ, ինչպես իրենք են սիրում, հայտնել է Մարիա Զախարովան։ Ընդ որում դիվանագետը նշել է, որ Ելիսեյան պալատն անմիջապես արդարացել է Ֆրանսիայի ղեկավարի համար, հայտարարելով, որ տեսահոլովակում նրա կողքին ոչ թե սպիտակ կապոց է դրված, այլ անձեռոցիկ։ Ուկրաինայի վերաբերյալ Եվրոպայի դիրքորոշումն ուղղված է հակամարտության շարունակմանը եւ տարբերվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների մոտեցումից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Եվրոպայի մոտեցումը հավասարակշռված չէ, ուղղված է պատերազմի շարունակմանը եւ կտրուկ հակադրվում է այն մոտեցմանը, որը ցուցադրում են Մոսկվայում կամ Վաշինգտոնում, նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, որ Եվրամիությունը Ուկրաինայի կողմից է, ուստի չի կարող հավակնել բանակցային գործընթացում հավասարակշռված մոտեցման։